Ինչ են ասում առակած գրքի մեջ Սողոմոն իմաստուն։ Այնքան գեղեցիկ հատված ասում է, բայց եթե ահա ասես թե ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա ինձ, ապա իմացիր, որ Տերը ճանաչում է բոլորի սրտերը եւ նա որ ստեղծեց բոլորի շունչը ճանաչում է բոլորին եւ յուրաքանչյուրին հատուցում է ըստ նրա գործերի։ Եթե հանգարց ասես, որ ես Աստծուն չեմ ճանաչում, նա ինքը չի ճանաչում, ուրեմն հիշիր, որ Աստված ճանաչում է բոլորին, բոլորի սրտերը եւ գիտի բոլորի գործերը։ Իսկ Կորինթացն նամակի մեջ արդեն Պողոս Արաքյանը ասում է, քանզի մենք բոլորս Քրիստոսի ատյան առաջ պիտի ներկայանանք, որպեսզի յուրաքանչյուրը ստանա ինչ որ արել է ավելի առաջ իր մարմնով, թե բարի եւ թե չար գործ։ Ինչ էր որ լինի, հավատանք թե չհավատանք, մենք մեկ է պետք է Քրիստոսի ատյանի առջև կանգնենք եւ պատասխան պիտի տանք, թե մեր երկրավոր կյանքի ամբողջ ընթացքում մենք ինչեր ենք գործել, ինչեր ենք արել եւ ըստ մեր գործերի պիտի դատվենք։ Ուրեմն մարդը կարող է, սա շատ կարեւոր է, բարի գործեր կատարել, բայց առանց հավատքի։ Բայց հավատք առանց գործերի չի կարող լինել։ Դրա համար Հակոբոս Արաքյալը ասում է, հավատքը գործերով է, չէ՞։ Ասում է, ցույց տուր քո գործերը, ես էլ ցույց կտամ հավատքը գործերով։ Ուրեմն հավատքը գործերով է զարդարվում։ Եթե ասում ես հավատք ունեմ, ուրեմն պիտի անպայման այդ հավատքդ արտահայտող գործեր ունենաս։ Եթե մեկն ասում է, ես գործեր ունեմ, բայց հավատք չունեմ, ինքը չի կարող արդանալ։ Այսինքն, ինչ շատ հաճախ մարդիկ հարցնում որ այսքան մարդիկ կան բարիքներ են գործում, այս վերջերս մի մեծահարուստ բարերարի մասին հարցրեցին, ասում եմ, տեսեք, մի քանի եկեղեցի է կառուցել։ Հազարավոր մարդկանց օգնում է, փառք Աստծո, բայց նույն այդ մարդը իր կառուցած որևէ եկեղեցում ծնկի չի չել եւ պատարակի չի մասնակցել։ Վերջ։ Լավ է սարել որ կառուցել ես տաճար, բայց դու չես մտնում այդ տաճարի մեջ Աստծուն խոնարհվելու։ Հասկացա՞ք տարբերությունը։ Այսինքն դու կարաս բազում գործեր անես առանց հավատքի։ Ունես շատ փող, ասում ես դե լավ, մի բան էլ բարի գործը, մեկի համար մի բան անեմ, մի հատ հիվանդի փող տա, մեկը տուն չունի տուն գնեմ, բայց դու Աստծո համար չես անում, քո փրկության համար չես անում, դու քո անվան համար ես անում։ Դրա համար երբ որ դու կարող ես տասնյակ եկեղեցիներ կառուցել, բայց չփրկվել։ Այսպեսի մի հետաքրքիր պատմություն կա, չէ՞ որ մեծահարուստ մահանում է, գալիս է դրախտի դռների առջև, ասում են կներես, բայց դու չես կարող ներս մտնել։ Ասում ոնց ասում են 5 եկեղեցի եմ կառուցել, 12 դպրոց եմ կառուցել, 20 մանկապարտեզ եմ կառուցել, ասում են եղբայրս քո փողերը վերցրու գնա։ Այսինքն դու արել ես դրան, դա քեզ փրկություն չի, դու Քրիստոսին չես հավատացել, քո մեղքերը չես թողել, ապաշխարության կյանք չես ապրել, ուրեմն չես կարող երկնքի առկայություն մուտք գործել։ Դրա համար պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Աստված երբ որ կանգնենք իր առջև, ասի այս մարդը հավատացել է, իր հավատքը ճշմարտությամբ ապրել է, իր գործերով ապացուցելով, որ այդ մարդը բարի է եղել եւ հավատքով եղել։ Մեծահարուստի պարագան հիշում եք Հիսուսին ասաց, բարի վարդապետ, ինչ անեմ։ Ասես պատվիրան, ասես մանկուց պահում եմ, նա խաբեց, որտեղ որևէ մեկը մանկուց չի կարող պատվիրաններ պահել։ Ասես քեզանից մեկ բան եմ անում, կատարյալ լինել մր, գնա ունեցվածքդ վաճառիր, դուր աղքատին այլ հետևից։ Եվ ասում եք, քան ինքը հարուստ էր, տրտմած գնաց։ Եվ այդտեղ որ Հիսուսը ավելի շուտ պարանը կմտնի ասեղի անցքը, քան հարուստը կմտնի երկնքի արքայություն։